Հավաքանու անդամներ, ելույթից բովանդակությունը մի քիչ այլ կլիներ, եթե հավաքանու օրակարգում ջրներ կառավարությանը թափի տալու նախագիծը։ Վարդան Ղուկասյանը կառավարությանը մեղադրում է իբր Գյումրում հասանելի գումարները չտրամադրելու կամ քիչ տրամադրելու, որ այսինքն համարում է իրականության կապ ունեցող։ Մեր կառավարությունը 2018 թվականից սկսած ամբողջ Հայաստանում, մանավանդ Գյումրի քաղաքում արել է ահռելի եւ մինչ այդ չտեսնված ներդրումներ։ Հիմա խոսեմ մի փոքր թվերով, թե ինչ է տվել այդ ներդրումները, ինչպես է փոխվել քաղաքը մեր բոլորիս աչքի առաջ, եւ դա տեսնում ենք ամեն օր փողոց դուրս գալով, իսկ եթե կան մարդիկ, որոնք չեն ուզում դա տեսնել, ապա հիմա կներկայացնեմ թվերով, որ ընդհանուր հասկանանք քաղաքում կատարված ներդրումները։ Սկսեմ այդքան քննարկված դոտացիայի չափից։ 2008 թվականից մինչ 2018 թվական, այսինքն 10 տարիների ընթացքում դոտացիայի չափը կազմել է 17 միլիարդ։ Իսկ 2018 թվականից մինչև 2025 թվականը, այսինքն 8 տարիների ընթացքում, կազմել է 22.5 միլիարդ դրամ։ Եվ հաջորդ տարի ավելի է ավելանալու։ Դա ներդրվել է հատուկ հաշվարկով բանաձև, որը կիրառվում է ամբողջ աշխարհում, եւ ըստ այդ բանաձևի, դա շատ խորը մասնագիտական է, չեմ ուզում խորանալ այդ հաշվարկի բանաձևի մեջ, եւ այդ հաշվարկով է տրվում ամեն համայնքին հասանելիք դոտացիան, եւ պետք է նաեւ նշեմ, որ դա տարեց տարի ավելանալու է, մինչեւ համահարթ արդյունք ստանանք։ Սուբվենցիոն ծրագրերը, որոնք սկսել են մեկնարկել 2018 թվականից սկսած, դրանք հանդիսանում են համայնքների զարգացման խորը խթան եւ առանց սուբվենցիոն ծրագրերի հնարավոր չի լինի քաղաքում կոնկրետ լուրջ ծրագրեր իրականացնել։ Սուբվենցիոն ծրագրերը բոլորս գիտենք, մասնաբաժնով համայնք կառավարություն մասնաբաժինն է, որը նաեւ անհնար կլիներ համայնքի բյուջեի մասնաբաժնի տրամադրումը առանց տարեց տարի ավելացող դոտացիայի չափի։ Այսինքն համայնքի մասնաբաժինը տրվում է ուղիղ դոտացիոն ներդրումներից, այսինքն կարող ենք հետևություն անել, որ սուբվենցիոն ծրագիրը հիպոթետիկ ֆինանսավորվում է լրիվ կառավարության կողմից։ Ինչևից է, այդ թիվը կազմում է 13.6 միլիարդ դրամ։ Հաջորդը պետական ուղիղ ծրագրերն են, որոնք ոչ միայն այն ծրագրերն են, որոնք համայնքապետարանը իրավասու է իրականացնելու, այլ նաև այնպիսի ծրագրեր են, որոնք համայնքը ուղղակի օրենքով իրավունք չունի իրականացնելու, այսինքն սեփականության իրավունքով, դա պետական կառույցներ են, պետական շենքեր են, պետական ծրագրեր են, որոնք համայնքը իրավասություն չունի ֆինանսական միջոցներ տրամադրելու, օրինակ դպրոցներ։ Ուղիղ ծրագրերով 2018 թվականից սկսած ներդրումները կազմել են շուրջ 41 միլիարդ դրամ։ Ես չեմ խոսում արդեն փառատոնների, միջոցառումների, անկախության օրվա, Գյումրու օրվա մասին, որ տեղափոխվել են հենց քաղաքում է արվել, օրինակ անկախության օրը մի շարք այլ փառատոններ, որոնք ուղիղ ներդրում են քաղաքում, որոնք ուղիղ ներդրում են փոքր եւ միջին բիզնեսում, որոնցով հենց ուղիղ քաղաքացին իր վրա տարբերություն է զգացել, դա զբոսաշրջիկների մեծ հոսք է ապահովել, դա քաղաքին ճանաչում է բերել, այլ ավելի ճանաչում է բերել, եւ դրանք հնարավոր չեն ուղղակի թվերով հաշվել։ Դրանք ուղիղ խթան են, որը ամեն օր տեսնում ենք մենք բոլորս։ Մեր քաղաքի փոփոխված դիմանկարը տեսնում ենք բոլորս։ Եվ եթե վերջապես այս բոլոր թվերը գումարենք իրար, ապա կստանանք շուրջ 77.1 միլիարդ դրամի ներդրում։ Դա 2018 թվականից սկսած։ Եվ պարոն Ղուկասյան, վերջապես ուզում եմ ձեզ հորդորով դիմել, ձեր ժամանակը, ձեր էներգիան, ձեր աշխատակիցների ժամանակ էներգիա, եթե տրամադրեք Գյումրի համայնքի ավականու կողմից լիազորված բյուջեի կատարմանը, դա հավաքագրման, ինչպես նաև ծախսերի մասով է, ինձ թվում է մեր համայնքի բյուջեն էլ ավելի կավելանա, մեր սուբվենցիոն ծրագրերի համայնքի մասնաբաժինն էլ ավելի կավելանա, դրանից կողքեվորվեն նաև այլ ներդրողներ եւ քաղաքը կսկսի ավելի սրընթաց առաջ գնալ։ Շնորհակալություն։